Սիրելի տղաների մայրեր, դուք ձեր ջերմությամբ եւ սիրով մեծացրել եք ձեր զավակներին եւ իհարկե անխոս դժվար է ամբողջությամբ բաց թողելը, բայց սա Աստծո տրված խորհուրդն է, որպեսզի ձեր որդիների ընտանիքները իրականում օրհնվեն, կայանան, միաբանվեն եւ բարի ընտանիք ստեղծեն, սա անհրաժեշտ է։ Ինչպես Ծննդոց 2-րդ գլխում գրված է, որ տղամարդը կթողնի իր հորն ու մորը եւ կհարի իր կնոջը եւ երկուսը մեկ կլինեն, եւ սրա խորհուրդը մեծ է։ Սա զոհ է քեզանից, որ դու բաց ես թողնում քո որդուն, բայց սա զոհ է լավ բանի համար։ Արեք այդ զոհը հանուն ձեր երեխաների գեղեցիկ ապագայի, արեք այդ զոհը հնազանդվելով Աստծո խոսքին, արեք այդ զոհը, որպեսզի հետագայում ինքներդ երջանիկ լինեք, տեսնելով ձեր երեխաներին երջանիկ։ Թող Աստված օրհնի ձեզ, սիրելի մայրեր, դուք զորավոր մայրեր եք, եւ դուք կարող եք անել այդ զոհը եւ բերել երջանկություն ձեր զավակների ընտանիքին։ Աստված օրհնի ձեզ։